Ես արդեն 85 օր է ինչ շաքար ու խմոր չեմ ուտում, բայց դա չի նշանակում, որ հրաժարվել եմ քաղցրից կամ օրերս սոված եմ անցկացնում։ Ոչ հարգելիներս, ես ծնվում եմ բավականաչափ համեղ եւ բազմազան։ Ու եթե օրինակ պաղպաղակ չեմ ուտում, դա բացարձակ չի նշանակում, որ հրաժարվում եմ նաեւ սառը աղանդեր պատրաստելուց ու ուտելուց։ Պարզապես իմ պատրաստածը պաղպաղակից շատ ավելի օգտակար է ու գոնե ինձ համար շատ ավելի համեղ։ Ու այսօր պատրաստ եմ այդ բաղադրատոմսով նաև ձեզ հետ կիսվել, որպեսզի եթե ցանկություն ունեք առողջացնել ձեր կենսակերպը, ապա դուք էլ պատրաստեք, վայելեք ու ձեզ լավ զգաք։ 4 հատ հասած եւ կտրատված բանանը սառցախցիկում սառեցնելուց հետո լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում 2 ճաշի գտալ կաթնաշոր, 130 գրամ հունական յոգուրտ, այս անգամ Երեմյանի հունական յոգուրտն եմ փորձարկում, 3 լիքը ճաշի գտալ կակաո, 1 սաղր ճաշի գտալ դարչին եւ վանիլ։ Լավ հարում ենք, լցնում խորը ափսեի մեջ, վրան ավելացնում մանրացրած ընկույզ ու հատապտուղներ եւ մեր համեղագույն աղանդերը պատրաստ է։ Բարի ախորժակ։ Եթե հավանեցիք բաղադրատոմսը, ապա անպայման պատրաստեք, որովհետև բացի համեղ լինելուց, նաև շատ օգտակար է, շատ թարմացնող, շատ զովացնող ու նաև կենսաուժն է բարձրացնում։